Փետրվարի 21-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի ունեցած սպանությունը մի քանի ժամվա ընթացքում դարձավ հանրային քննարկման թեմա։ Դանակի հարվածներից մահացած երիտասարդը պայմանագրային զինծառայող էր։ Դեպքը, որը սկզբում ընկալվում էր որպես հերթական քրեական միջադեպ, արագորեն ստացավ ավելի լայն արձագանք՝ պայմանավորված զոհի կարգավիճակով, տարիքով եւ համայնքային կապերով։ Նման դեպքերը միշտ ունեն երկու հարթություն՝ առաջինը քրեական եւ իրավական, երկրորդը սոցիալական եւ հասարակական։ Այս տեսանյութում մենք փորձելու ենք առանձնացնել հաստատված փաստերը, ներկայացնել քննության ընթացքը, դիտարկել շրջանառվող վարկածներ եւ հասկանալ, ինչ հարցեր են առաջանում այս միջադեպի ֆոնին։ Ըստ իրավապահ մարմինների տարածած տեղեկությունների, փետրվարի 21-ին ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակարված քաղաքացի։ Հիվանդանոցից ստացված հաղորդման համաձայն վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, սպանության հատկանիշներով։ Գործը գտնվում է Հայաստանի Հանրապետության քննչական մարմինների վարույթում։ Այս պահին քննությունը կենտրոնացած է հետևյալ հարցերի վրա՝ կոնֆլիկտի նախապատմությունը, ներգրաված անձանց դերակատարումը, հարվածների հանգամանքները, միջադեպի տեղանքն ու վայրը եւ միջադեպին նախորդող իրադարձությունները։ Մահացած երիտասարդը պայմանագրային զինծառայող էր։ Նա մասնակցում էր Պաշտպան հայրենիաց ծրագրին։ Ծրագրի շրջանակում զինծառայողները երկարաժամկետ պայմանագրով ներգրավում են ծառայության մեջ, ստանալով սոցիալական որոշակի երաշխիքներ եւ շարունակելով ծառայությունը մարտական ստորաբաժանումներում։ Երիտասարդը զորակոչվել էր պարտադիր ժամկետային զինծառայության, ապա պայմանագիր էր կնքել եւ շարունակել ծառայությունը։ Ըստ համայնքային աղբյուրների, նա ժամանակավորապես գտնվել է արձակուրդում կամ հերթափոխային ազատ ժամանակահատվածում։ Նրա ընտանիքը բնակվում է Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղում։ Համայնքում տեղի ունեցած հուղարկավորությունը վերածվել է համագյուղական սգի։ Սակայն կարևոր է ընդգծել, այս պահին քննությունը չի կապում ծառայողական գործունեությունը միջադեպի հետ։ Նախնական տվյալներով միջադեպը տեղի է ունեցել քաղաքացիական միջավայրում։ Լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկություն, որ միջադեպը կարող էր կապված լինել անձնական հարաբերությունների հետ։ Նշվում է, որ կոնֆլիկտի հիմքում հնարավոր է եղել երիտասարդական տարաձայնություններ, սակայն անհրաժեշտ է զգուշորեն մոտենալ այս տեղեկությանը։ Քննությունը դեռ չի հրապարակել պաշտոնական եզրակացություն կոնֆլիկտի շարժառիթի վերաբերյալ։ Այստեղ առաջանում են մի քանի կարևոր հարցեր։ Արդյոք կոնֆլիկտը նախապես պլանավորված էր։ Արդյոք այն ունեցել է հանկարծակի բնույթ։ Արդյոք եղել է միջամտող երրորդ անձ, ինչ դեր են ունեցել ներգրաված անձինք։ Տեղեկություններ կան նաև, որ ձերբակալվածների թվում կան անչափահասներ։ Եթե այդ հանգամանքը հաստատվի, դա գործին տալիս է լրացուցիչ իրավական եւ սոցիալական բարդություն։ Եթե միջադեպում ներգրաված են անչափահասներ, ապա գործը պետք է դիտարկել նաև կրթական եւ սոցիալական վերահսկողության տեսանկյունից։ Հայաստանում անչափահասների մասնակցությունը բռնության դեպքերը վերջին տարիներին քննարկման թեմա են դարձել։ Այսպիսի դեպքերը ցույց են տալիս մի քանի խնդիր։ Կոնֆլիկտների կառավարման բացակայություն, հուզական վերահսկողության խնդիրներ, միջավայրի ազդեցություն, սոցիալական ցանցերի եւ խմբային ճնշման դերակատարում, սակայն կրկին ընդգծենք, տվյալ գործով բոլոր հանգամանքները պարզելու փուլում են։ Վերին Ծաղկավանում տեղի ունեցած հուղարկավորությունը դարձել է համայնքային սգի դրսևորում։ Համայնքի բնակիչները երիտասարդին բնութագրում են որպես ծառայող, ընտանիքին նվիրված եւ համայնքի հետ կապ ունեցող երիտասարդ։ Սոցիալական ցանցերում տարածվել են ցավակցական գրառումներ, սակայն իրավապահները կոչ են արել զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից։ Այս փուլում անհրաժեշտ է տարանջատել 3 շերտ. առաջինը հաստատված փաստեր, երկրորդը քննության փուլում գտնվող տվյալներ, երրորդը շրջանառվող ենթադրություններ։ Հանրային քննարկումների ժամանակ այս 3-ը հաճախ խառնվում են, ինչը կարող է խոչընդոտել օբյեկտիվ գնահատմանը։ Այս դեպքը առաջացնում է մի շարք համակարգային հարցեր։ Ինչու են երիտասարդական կոնֆլիկտները հաճախ վերածվում ծայրահեղ բռնության։ Ինչ մեխանիզմներ կան նման բախումները կանխելու համար։ Ինչ դեր ունի միջավայրի սոցիալական մթնոլորտը։ Ինչու է սառը զենքը շարունակում մնալ հասանելի կոնֆլիկտների ժամանակ։ Դեպքի փաստով նախաձեռնված քրեական վարույթը նախնական որակմամբ վերաբերվում է սպանություն։ Սա նշանակում է, որ քննությունը դիտարկում է դիտավորյալ կյանքի ապօրինի զրկման վարկածը։ Սակայն նախնական որակումը կարող է փոփոխվել կախված ապացույցների ամբողջականությունից։ Չնայած քննությունը դեռ ընթացքի մեջ է, փորձենք դիտարկել հնարավոր կառուցվածքային տարբերակները առանց եզրակացություն անելու։ Այս դեպքում վիճաբանությունը կարող էր ծագել անմիջական միջավայրում, առանց նախապես պլանավորված գործողության։ Նման դեպքերում հաճախ գործ ունենք հուզական ֆոնով որոշման հետ, որը հանգեցնում է ծայրահեղ հետևանքի։
Եթե կողմերի միջև առկա է եղել նախկին տարաձայնություն, ապա միջադեպը կարող էր ունենալ կուտակված բնույթ։ Այդ դեպքում քննությունը կփորձի պարզել, արդյոք եղել են նախորդող սպառնալիքներ, հաղորդագրություններ կամ զանգեր, հանդիպան պայմանավորվածություններ։ Եթե ձերբակալվածների թվում կան մի քանի անձինք, այդ թվում անչափահասներ, ապա անհրաժեշտ է պարզել, ով է եղել նախաձեռնողը, ով է հասցրել մահացու արվածը, եղել են արդյոք նախնական համաձայնություն։ Քրեական օրենսդրությամբ խմբային մասնակցությունը կարող է ծանրացնող հանգամանք համարվել։ Թեև նախնական տվյալներով միջադեպը չի կապվում ծառայողական գործունեության հետ, զոհի զինծառայողի կարգավիճակը գործին տալիս է լրացուցիչ հանրային զգայունություն։ Հայաստանում զինծառայողի մահվան յուրաքանչյուր դեպք, նույնիսկ եթե այն տեղի ունենում քաղաքացիական միջավայրում, ընկալվում է ավելի ծանր։ Դա պայմանավորված է հասարակության անվտանգության զգացողությամբ և զինվորական ծառայության հանդեպ վերաբերմունքով։ Վերջին տարիներին հասարակական քննարկումների առանցքում հաճախ հայտնվում են երիտասարդների միջև բռնի բախումները։ Այս դեպքը ևս այդ համատեքստում դիտարկվում է։ Երբ կոնֆլիկտի մեջ ներգրաված են մինչև 20 տարեկան անձինք, հարցը դուրս է գալիս միայն քրեական դաշտից և դառնում է նաև կրթական ու սոցիալական խնդիր։ Դեպքից հետո սոցիալական ցանցերում սկսեցին շրջանառվել տարբեր մեկնաբանություններ։ Մի մասը հիմնված է լրատվամիջոցների հրապարակումների վրա, մյուս մասը չստուգված աղբյուրների։ Սոցիալական մեդիան հաճախ արագացնում է հանրային դատողությունը, մինչ պաշտոնական տեղեկատվության հրապարակումը։ Սա կարող է ստեղծել կանխակալ վերաբերմունք ինչպես զոհի, այնպես էլ կասկածյալների նկատմամբ։ Այստեղ առաջանում է կարևոր սկզբունք՝ մինչ դատական վճիռը որևէ անձ չի կարող համարվել մեղավոր։ Տավուշի մարզի փոքր համայնքներում յուրաքանչյուր ողբերգություն ունենում է համընդհանուր ազդեցություն։ Երբ զոհը երիտասարդ է և ունի ծառայողական կարգավիճակ, համայնքի հոգեբանական վիճակը դառնում է առավել ծանր։ Հուղարկավորությունը վերածվում է ոչ միայն ընտանեկան, այլև համայնքային արարողության։ Սա բնորոշ է փոքր բնակավայրերին, որտեղ սոցիալական կապերը սերտ են, սակայն կարևոր է, որ սուգը չվերածվի հասարակական լարվածության կամ ինքնաբուխ գնահատականների, որոնք կարող են խոչընդոտել իրավական գործընթացին։ Հաճախ նման դեպքերում պարզվում է, որ նախորդ օրերին կամ ամիսներին եղել են նշաններ, խոսակցություններ, վեճեր, սպառնալիքներ, անտեսված ահազանգեր։ Բայց հասարակության մեջ կա մի վտանգավոր երևույթ, սա իմ գործը չէ, մտածողությունը։ Երբ ինչ-որ բան տեղի ունենում կողքին, բայց մենք ընտրում ենք չմիջամտել, երբ ինչ-որ մեկը օգնության կարիք ունի, բայց մենք ասում ենք, գուցե չափազանցնում է, երբ վտանգը փոքր է թվում, բայց իրականում մեծանում է լռության մեջ, այս պատմությունը հենց այդ մասին է նաև։ Լրատվամիջոցները հաճախ ներկայացնում են դեպքերը սենսացիոն վերնագրերով, դա բնական է ուշադրություն գրավելու համար, բայց կարևոր է հասկանալ, սենսացիան չպետք է խեղաթյուրի էությունը, դիտողը պետք է ոչ միայն ցնցվի, այլ հասկանա, որ սա մեկուսացված դեպք չէ, որ խնդիր ունի արմատներ, որ լուծումը միայն բաժով չի ավարտվում, հենց այստեղ է պատասխանատու խոսքի դերը։ Եթե այս ամբողջ պատմությունը վերածենք մեկ նախադասության, ապա այն կլինի այսպես. երբ անտեսվում են փոքր կոնֆլիկտները, երբ թերագնահատվում են հոգեբանական լարվածությունները, երբ միջավայրում չկա վստահություն ու բաց խոսք, արդյունքը կարող է լինել ճակատագրական։ Հետևաբար կարևոր է 3 բան. առաջինը վաղ արձագանք, երկրորդը համայնքային ներգրավվածություն, երրորդը ինստիտուցիոնալ պատասխանատվություն։ Եթե այդ 3 օղակներից մեկը չի աշխատում, շղթան կոտրվում է։ Մենք կարող ենք խոսել օրենքներից, համակարգերից, վիճակագրություններից, բայց ամեն դեպքի կենտրոնում մարդիկ են։ Մարդիկ, որոնց կյանքը փոխվել է մեկ օրում, ընտանիքներ, որոնք այլևս նույնը չեն լինի, երեխաներ, որոնք մեծանալու են այդ հիշողությամբ։ Եվ հենց սա է պատճառը, որ նման թեմաները պետք է քննարկվեն խորությամբ, ոչ թե մակերեսորեն։ Իրավական գործընթացները շարունակվում են, քննություններ ընթանում են, պաշտոնական հայտարարությունները արվում են փուլ առ փուլ, բայց հասարակական մակարդակում այս պատմությունը դեռ չի ավարտվել, որովհետև յուրաքանչյուր նման դեպք թողնում է հարց. մենք արդյոք սովորել ենք ինչ-որ բան, թե ոչ։ Եթե հաջորդ նման դեպքը կրկնվի նույն սխեմայով, նշանակում է ոչինչ էլ չի փոխվել։ Եթե նախազգուշացնող ազդակները կրկին անտեսվեն, նշանակում է դասը չենք յուրացրել։ Եթե մենք միայն քննարկենք, բայց չգործենք, նշանակում է պատմությունը կրկնվելու է։ Այս տեսանյութը նպատակ չուներ դատել կամ վերջնական վարկած ներկայացնել։ Նպատակը մեկն էր՝ հասկանալ, վերլուծել և բարձրաձայնել, որովհետև լռությունը երբեք չի լուծում խնդիրները։ Եթե դուք հասել եք մինչև այս հատվածը, ապա հավանաբար այս թեման ձեզ նույնպես մտահոգում է։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, ինչ պետք է փոխվի, որ օղակն է ամենաթույլը, ինչպես կանխել նման պատմությունների կրկնությունը։ Քննարկումը կարևոր է, բայց դրանից էլ կարևոր է գիտակցված վերաբերմունքը։ Սա պարզապես պատմություն չէր, սա հիշեցում էր, հիշեցում, որ ցանկացած աղմկոտ վերնագրի հետևում իրական կյանք կա։ Իրական մարդիկ, իրական հետևանքներ։ Եվ եթե մենք իսկապես ուզում ենք փոփոխություն,
Այն սկսվում է ուշադրությունից։